Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապան ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, YouTube-ում եւ Facebook-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Նորիկյան, միջև հարցերին անցնել է, որ լավատեղյակ եմ, որ դուք ֆուտբոլի հանդեպ անտարբեր մարդ չեք եւ այսօր հիշենք 100 տարեկան հասակում փաստորեն կյանքից հեռացավ Նիկիտա Սիմոնյանը եւ երբեմն մեր եթերներում ենք հիշեցնում մեր ներկայիս սերունդի հաջողությունները, հաղթանակները, որովհետեւ այնպիսի տպավորություն չլինի, որ ոչ մի ոլորտում չենք արձանագրում հաղթանակներ եւ այդպես пассив Հիմա Նիկիտա Սիմոնյանին դուք էլ ձեր սերունդն իմ սերունդներ բավականին լավ հիշում են եւ մենք որտեղ լինում ենք Խորհրդային Միության այս տարածաշրջանում մեզ համար Արարատը, Նիկիտա Սիմոնյանը դրանք հպարտության սիմվոլներ են։ Այնպես որ 100 տարի բավականին դա մեծ պատկառելի տարիք է բնականաբար եւ Նիկիտա Սիմոնյանի անունը ամբողջությամբ նրա վաստակ ամբողջությամբ նաև ինչ-որ առումով ասոցիացվում է լեգենդար Արարատ 73 ֆուտբոլային թիմի հետ, այդ հաղթող եւ իսկապես իրենց անունը պատմության մեջ ոսկե տառերով արձանագրած ֆուտբոլային թիմի հետ։ Ես իմ ցավակցություններն եմ հայտնում Նիկիտա Սիմոնյանի մերձավոր ազգականներին, հարազատներին, մեր ժողովրդին այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ նրա ավանդը հայկական ֆուտբոլի զարգացման գործում անուրանալի է եւ ինքը մեծ ավանդ ունի նաեւ Արարատ 73 լեգենդար թիմի ձևավորման կերտման, ինչպես նաեւ հաղթանակի արձանագրման այդ գործընթացի հետ, ինչեւ ես իմ ցավակցություններս եմ հայտում ընդհանրապես հայ ժողովրդի տարբեր զավակներ իրենց անուրանալի դեր ու նշանակություն են ունեցել ապրելով Հայաստանից դուրս իրենք կարողացել են կերտել այնպիսի կենսագրություն, որոնք յուրաքանչյուրի սպորտապարտության զգացողություններ են առաջացնում, իսկ Նիկիտա Սիմոնյանը այդ առումով այդ երևելի անհատականություններից մեկն է եղել։ Այնպես որ մեր հետագա սերունդն էլ ունենանք այդպիսի լեգենդներ, որ մեր բոլոր ոլորտներում ենք ունենանք այդպիսի կայացած վառանատականություններ եւ կարողանանք նաեւ սպորտի հետ կապված հիմա պետք է անկեղծորեն խոստովանել, որ մեր ֆուտբոլը իր լավագույն օրերը չի ապրում, ավելին շրջգնաժամային վիճակում է, նաեւ վրթովեցուցիչ պայմաններում ենք այո, ուղղակի ամոթալի է այդ առումով, բայց ամեն դեպքում չպետք է հուսահատվել, չպետք է ընկրկել, չպետք է հանձնվել, պետք է ուղղակի ճիշտ ենթակառուցվածքների կառուցման եւ ճիշտ դաստիարակության արդյունքում հասնել արդյունքների։ Դուք սպորտի հետ կապված Արդար Հայաստանը ունի իր որոշակի ծրագրերը Իհարկե, մեծ առումով մենք նաև մեր ժողովրդի ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով մենք եկել ենք այն համոզման, որ ցավոք սրտի մեր ժողովուրդը թիմային խաղի ուրեմն վատ է ստացվում, մեր անհատական ոլորտերում մենք փայլուն հաջողություններ ունենք, ծանրամարտի, ըմբշամարտի, ես կարող եմ պարտորեն նշել նաև մեր շախմատի ուրեմն ոլորտը, հետեւաբար այս առումով մենք գտնում ենք, որ մասսայական սպորտի զարգացումը ընդհանուր առմամբ սպորտը բացի հաղթանակի պարգևներ, զգացողություններ պարգևելուց, նաև ինքը լուրջ միջավայրում մթնոլորտ է ձևավորում առողջության, մարդու ուրեմն ֆիզիոլոգիական ապահովման տեսանկյունից, հետեւաբար այս առումով Հայաստանի հնարավորությունները մեր ժողովրդի պոտենցիալը շատ լավն է, ուղղակի ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է շատ լավ արդյունքներ արձանագրել։ Այնպես որ հետևենք եւ հաջողությունների մասին ավելի շատ խոսենք մեր երիտասարդների, որտեղ սա մեր երկիրն է, սա մենք պետք է պահենք եւ հաղթանակները որքան շատ, այնքան մեր երիտասարդների հոգին կլինի անպարտ։ Պարոն Նորիկյան, ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչ է լինելու Ռուսաստան-Ուկրաինա այս պատերազմը ինչպես է ավարտվելու եւ երբեմն խոսում ենք, կարծես թե ասում ենք, լավ, մեզանից հեռու են, մեզ ինչ, այսպիսի արտահայտություններ կա, չէ, օրինակ Այս վերջերս նայում եմ ես լուրերով, Իրանում ջրի հետ կապված մենք խնդիրներ ունենք, դե բան ենք անում, քաղաքը 10 միլիոնանոց կտեղափոխեն եւ այլն, եւ ոչ մեկի մոտ չի գալիս այն միտքը, որ երբեմն հնարավոր է մենք էլ ինքներս կանգնենք այդ ընտրանքի առջև։ Եվ սա խոսում է, որ համայն մարդկության մոտ է ինչ որտեղ անտարբերությունը։ Հիմա ավելի շատ այս պատերազմի դադարեցումը կապում են, թե ում շահերից ելնելով պետք է պատերազմը դադարեց, ում համար է դա շահեկան։ Օրինակ հանրային հեռուստաընկերությունը քննարկում էր կազմակերպել եւ ուզում էր հասկանալ Հայաստանին արդյոք
պետք է որ պատերազմը շարունակվի, թե չպետք է շարունակվի։ Շարունակվելու դեպքում ինչ կլինի մեզ, շարունակվելու դեպքում ինչ կունենա Հայաստանը։ Գուցե մի քիչ ցինիկ ստացվի, որ մենք հանգենք հետևության, որ պատերազմի շարունակությունը կարող է շահավետ լինել որևէ երկրի պետության եւ մանավանդ մեզ համար, այն ամենայնիվ գիտեք ինչ, ակնհայտ է, որ այստեղ եւ Ռուսաստանն է պարտվել եւ Ուկրաինան է պարտվել։ Միայն այն գաղափարը կամ այն միտքը, որ այդ երկու երկրների միջև կարող էր հրահարվել եւ իրականացվել արյունալի պատերազմ, որի արդյունքում միլիոնավոր զոհեր են արձանագրվել, դա արդեն իսկ վկայում է այն մասին, որ այդ երկու պետությունները անկախ այս պատերազմի ելքից լրջագույն վնասներ են կրել եւ ըստ էության պարտություն են կրել։ Այս առումով նախ Ռուսաստանը կորցրել է իր աշխարհաքաղաքական առավելությունները, այսինքն միայն այն հանգամանքը, որ Թրամփի վարչակազմի կողմից է ներկայացվում ռուս-ուկրաինական կարգավորման 28 կետանոց փաթեթ, եւ այսինքն այդ երկու պետությունների միջև որպես արբիտր կամ կարգավորող սուբյեկտ հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա արդեն իսկ նշանակում է, որ Ռուսաստանը որոշակիորեն թուլացած վիճակում է հայտնվել եւ իզորու չէ սեփական խնդիրը լուծելուն, որի պատճառով հայտնվել է ավելի մեծ եղբայր, որը փորձում է կարգավորել այդ խնդիրը։ Ուկրաինայի մասով գիտեք, ինչ տարբեր են գնահատականները։ Հիմա մի մասը վերլուծաբանների հանգում են հետևության, որ այնուամենայնիվ այս իրավիճակում Թուրքիան պահպանում է սեփական դեմքը, ինքնիշխանությունը, Ռուսաստանից կախվածության չեզոքացումը, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ուկրաինան կորցնում է փաստացի իր տարածքի 20%-ը, 10 միլիոն մարդ արտագաղթել է, այդ երկրից միլիոնավոր զոհեր են տվել, այդքան հաշվանդամներ, երկրի ենթակառուցվածքները վերականգնելու համար տասնամյակներ են անհրաժեշտ, ընդ որում այդ ենթակառուցվածքները վերականգնում են նաև վերաբերում են նաև նույն Ռուսաստանին, այնտեղ նավթային բազմաթիվ ենթակառուցվածքներ են ոչնչացվել այս առումով, այսինքն մենք հայտնվել ենք մի իրավիճակի մեջ, որ Ռուսաստան հավաքական արևմուտք կոնֆլիկտը հասել է իր կրիտիկական իրավիճակին եւ հանգուցալուծում է այնպես չի որ Թրամփի առաջարկած 28 կետերի վերաբերյալ Կիևը կամ պաշտոնական Կիևը կգան համաձայնության առավել եւս որ մենք լսում ենք տարբեր ձայներ հիմա եթե չեմ սխալվում Շվեյցարիայում ընթանում է հանդիպում այնպես չի որ Ուկրաինան կարող է անվերապահ համաձայնություն միայնակ որոշում կայացնել որտեղ ոչ միայն Ուկրաինայի ռազմավարական շահերն են շոշափում, այլև արևմտյան երկրների արևմուտքի շահերն են շոշափում եւ այստեղ ընդ որում ես ձեր ուշադրությունը ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ այնպես չի որ Թրամփի վարչակազմը եւ հանրապետական կուսակցության ամբողջ թիմն է համակարծիք Թրամփի դիտարկումների հետ, այսինքն ամերիկյան վարչակազմում էլ ամերիկյան իստեբլիշմենտը ինքը ունի որոշակի վերապահումներ Թրամփի առաջարկած 28 կետերի վերաբերյալ, բայց հիմա տեսնենք Պուտինը հասկացեց, որ դա հիմք է բանակցությունների համար։ Որտեղ իրան ավելի շահեկան է ինքը Ուկրաինայից վերցնում է այդ 20%-ը տալիս են, նվիրում է բանակի քանակը փաստորեն կրճատում, այդտեղ է դետալների մասին անհրաժեշտ է, հա, տեսեք, բայց այնտեղ ՆԱՏՕ-ի անդամակցության բացառումը, 600,000-անոց այսինքն այն պահանջները, որով սկսվեց պատերազմը։ Այո, հա, հիմա եթե մենք այդ ելակետով առաջարկենք, դա Ուկրաինայի անվերապահ կապիտուլյացիա է, որովհետև մինչև պատերազմն էր առաջարկվում, որ պատերազմ չի լինի, եթե դուք ՆԱՏՕ-ի անդամ չդառնաք, պահպանեք ձեր ինքնիշխանությունը, այսինքն մենք պատերազմի արդյունքով, եթե այդպիսի հետևանքով այսպիսի արդյունք է արձանագրում, դա նշանակում է, որ Ուկրաինան այսպես թե այնպես կորցրել է։ Ուստի այս առումով հիմա մի փոքր դժվար է արձանագրել, թե ի վերջո Ուկրաինան կհամաձայնվի այս ամեն ինչի հետ, բայց ես ուզում եմ մի բան ասել։ Զելենսկու ուղերձից ելնելով եք այդ ամենը ասում, որ ինքն էլ արդեն իր համար չունի։ Այո, չունի վերջնական։ Երկրորդը ուկրաինական հասարակության մեջ չկա ընդհանուր ըմբռնում պատերազմի այս ելքով ավարտի վերաբերյալ ուկրաինական հասարակությունը ունի տարբեր վերապահումներ արժանապատվության մասին, այո, ներողություն թշնամանքի մասին, Ռուսաստանի հետագա հարաբերությունների մասին, բայց ես մի բան կարող եմ ասել դա հաստատ որևէ փուլում պատերազմի ավարտից հետո ցանկացած երկրի դեպքում թե Ռուսաստանի թե Ուկրաինայի հասարակությունների ներսում տեղի կունենա լրջագույն դիսկուրս քննարկում
պատերազմի ելքի, պատերազմի պատճառների, պարտության կամ հաջողությունների եւ հասցված վնասների վերականգնման հնարավորությունների մասին։ Ի վերջո վաղ թե ուշ այդ հասարակությունները մի օր իրենց իշխանություններին հարց են տալու, թե ինչու է այս ամեն ինչը Ինչպես մենք ենք տալիս։ Այո, մենք տալիս ենք, բայց մեր մոտ մի քիչ ուրիշ է, մեր մոտ սպეციფიկ իրավիճակ է, առանձնահատուկ, մեր մոտ քաղաքական վերնախավը, իշխանության եւ տիտղոսային ընդդիմության տեսքով միմյանց են մեղադրում դավաճանության, Արցախը վաճառելու, ծախելու, կեղեքելու, երկիրը թալանելու մեջ եւ իրենք գտել են միմյանց գոյության, գործունեության, ուրեմն երկարակեցության գաղտնիքը, այսինքն մեկը մյուսի պաշտպանելով փորձ է անում թույլ չտալ քաղաքական դաշտի բյուրեղացումը եւ նոր խաղացողների հայտ գալը քաղաքական դաշտում։ Մեր մոտ բոլորովին ուրիշ է, կոնֆլիկտի էությունն են ուրիշ եղել, ուժերի դասավորվածությունը ուրիշ եղել։ Մենք չենք ունեցել արևմտյան երկրների այս մակարդակի աջակցություն, որքան Ուկրաինան ունի, մենք չենք ունեցել Ռուսաստանի նման դաշնակցի աջակցություն այն աստիճանով, որքանով որ ակնկալվում էր, մենք չենք ունեցել, չգիտեմ, նյութական ռեսուրսներն ու հնարավորությունները, դրան զուգահեռ մենք տեսել ենք, զգացել ենք մեր մաշկի վրա, մեր զավակների կյանքի հաշվին, տեսել ենք Ադրբեջանի նկատմամբ միջազգային լեգիտիմ վերաբերմունքը, տեսել ենք Թուրքիայի, Պակիստանի եւ այլ Իսրայելի եւ այլ երկրների բացահայտ վերաբերմունքը եւ տեսել ենք այդ վերաբերմունքի հետևանքները, այսինքն կոնֆլիկտների նույնությունները դրանք չեմ կարծում որ այստեղ համադրելի են եւ համեմատելի են։ Հայաստանը այս առումով շատ ավելի վատ վիճակում է եղել, քան Ուկրաինան։ Հիմա ինչ պետք է սպասենք։ Ամեն դեպքում ժամկետ է տրված, կարծես թե մինչև տարվա վերջ պետք է Զելենսկին իր որոշումը ներկայացնի։ Ես ոչ մի սցենար չեմ բացառում, ես չեմ կարծում որ Զելենսկին միայնակի զորու է կարգավորել այդ կոնֆլիկտը։ Որ ինքն էլ է չի ասում, պետք է եվրոպական երկրների հետ այդպես նստեն, ցանկացած այնտեղ մի հատ կետ էլ կա այդ 28 կետում, որ զինադատարի հաստատումից հետո պետք է 100 օրվա ընթացքում ընտրություններ անցկացվեն Ուկրաինայում, այսինքն եթե մենք փաստացի վերլուծենք ինչ առաջարկվում այդ 28 կետով փաստացի առաջարկվում է որ Ուկրաինան պետք է ճանաչի Ղրիմի, Դոնբասի, Լուգանսկի գերիշխանությունը Ռուսաստանի գերիշխանությունը այդ տարածքների նկատմամբ դե ֆակտո Ռուսաստանի մաս ճանաչելով շփման գծում պետք է ուրեմն կանգնեն զորքերը, փաստացի ճանաչվում է Խերսոնի եւ մեկ այլ օկրուգի վերաբերյալ նույնպես է Ռուսաստանի գերիշխանությունն է սահմանվում, ավելին ուկրաինական զորքերը պետք է դուրս գան Լուգանսկի որոշակի տարածքներից, այսինքն նույնիսկ առանց Ռուսաստանի կողմից գրավելու դրանք պետք է վերադարձվեն կամ հանձնվեն Ռուսաստանին, այսինքն սա իրոք անվերապահ կապիտուլյացիա է, որովհետև գիտեք մնացած բոլոր խնդիրները, բոլորը բոլորի դեմ գերիների հանձնումը, չգիտեմ ինչ-որ հումանիստական քայլերը, դրանք երկրորդական նշանակություն ունեն, այստեղ թիվ 1 աշխարհաքաղաքական ռազմավարական խնդիրը դա տարածքների խնդիրն է, տարածքների հանձնման կամ Ռուսաստանի գերիշխանության ճանաչման հետ կապված խնդիրը չափից դուրս գայուն խնդիր է, սա ուկրաինական հասարակության առջև ծառացած լրջագույն խնդիր է, արդյոք Ուկրաինան հանուն խաղաղության կամ հանուն պատերազմի ավարտի կարող է գնալ այդպիսի զողության, ես պայն դժվարանում եմ ասել, թե ինչպիսի որոշում կկայացվի, շատ հնարավոր է, որ արևմտյան երկրները, մասնավորապես հայտնի եռյակը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան իրենց առաջնորդների տեսքով կարողանան այնպիսի վարկագիծ դրսևորեն, որոնք կզրկեն Զելենսկուն որևէ կերպ Թրամփի պահանջները կատարելու ցանկությունից, անգամ եթե նման ցանկություն լինի, բայց տեսնենք թե իրերը ինչպես կդասավորվի, սա Թրամփի այսպես ասած վերջնագրային վարկագիծը լրիվ ուրիշ ամերիկյան շահի սպասարկման համատեքստում պետք է գնահատել եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարի համատեքստում պետք է պլանը պայմանավորել, ես չեմ կարող ասել, թե Թրամփ-Պուտին գաղտնի կամ բաց այդ բանակցությունները ի վերջո խորքային առումով ինչ նպատակ են հետապնդում, ինչպիսի աշխարհաքաղաքական քարտեզ են իրենք ուրվագծել։ Կարծիք որ միասին են խաղում այս ամենը։ Կա ընդդեմ Չինաստանի դա էլ կա, բայց
տեսեք, այստեղ շատ նրբություններ կան, մենք մեր պատմության տարբեր դրվագներում ականատես ենք եղել, որ աշխարհաքաղաքական գործընթացները երբեմն հնարավոր չի եղել պայել վերահսկողության ներքո եւ շատ դժվար է այստեղ կոնկրետ որոշակի կանխագուշակել կամ ենթադրել, թե ինչ կարող է լինել, քանի որ այստեղ խաղացողների տարբերվող ռազմավարական շահերը մասնարարպես հավաքական արևմուտքի, սա էլ ուրեմն բացառիկ երևույթ է, երբ կոնկրետ արևմուտքի կենսական ռազմավարական շահերը տվյալ դեպքում ինչ-որ առումով հակադրվում են ամերիկյան վարչակազմի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետապնդած ռազմավարական շահերի հետ եւ իրենք տեսնում են անմիջական ազգային սպառնալիք իրենց պետությունների համար Ռուսաստանի այս ձևով արդյունքի հասնելը, հետեւաբար իրենց կենսական շահերից չի բխում, այսինքն նույնիսկ կարելի է այսպես ասած Ուկրաինայի այս ձևով կապիտուլյացիան դա կարող է դիտարկվել եւ նույնիսկ զգացական հարթության վրա դիտարկվել հավաքական արևմուտքի պարտությունը, ուստի Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի պատկերացումներն ու կենսական շահերը կարող են այստեղ հակադրվել եւ իրենք տուրք չտան Թրամփի վերջնագրերին, տեսնենք թե ինչպիսի զարգացում է։ Ամեն դեպքում Ուկրաինան կունենա հուսալի անվտանգային երաշխիքներ, ով կտա դա։ Նման հուսալի ճակերտավոր երաշխիքներ դերևս տրվել են 94 թվականին, երբ որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդպիսի պայմանագիր կնքեցին, որտեղ ճանաչվում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Ուկրաինայում տեղակայված միջուկային մարտագլխիկները Ռուսաստանին հանձնելու դիմաց եւ նույնիսկ այնտեղ երաշխիքներ էր տրվում, որ Ռուսաստանը չպետք է հարձակվի կամ Ուկրաինան չպետք է մասնատվի, որևէ մեկի պահանջներ չպետք է ներկայացվեն, Ղրիմի հարցը կարծեք թե լուծված էր, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ երաշխիքները գրոշի արժեք չունեին։ Հնարավոր է, որ հիմա ինչ-որ երաշխիքներ տրվեն, բայց ախր այդպես չի։ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներից մեկն էր ուժի չկիրառման սկզբունքներ, բայց կյանքը ցույց տվեց, որ հենց միայն ուժի գործոնը երբ ուժեղացան, ատամ ցույց տվեցին։ Հետաբար այս առումով պատերազմի բռնկումը կամ պատերազմի վերսկսման միակ պատճառը, արժեքավոր պատճառը դա ուժերի հավասարակշռության փոփոխությունն է հօգուտ հարձակվող կողմի։ Եթե ուժերի հավասարակշռությունը, ուժերի բալանսը այնպես խախտվի, որը հօգուտ Ուկրաինայի լինի կամ Ռուսաստանը այնքան թուլանա հետագայում, որը չկարողանա պահպանել սեփական տարածքները, որևէ կասկած չկա, որ Ուկրաինան կարող է նախահարձակ լինել կամ Ուկրաինան օգտագործվի որպես գործիք այլ պետությունների կողմից Ռուսաստանի դեմ հերթական պլազդարմը բացելու համար։ Հետևաբար այս առումով խոսել հնարավոր երաշխիքների մասին պարզապես անլուրջ է։ Իսկ պատերազմը որքան շարունակվի, Հայաստանի դիրքավորումը ինչպեսին պետք է լինի։ Եվ մեզ համար անվտանգության հետ կապված։ Ես մշտապես ասել եմ հետևյալը, որ մենք մեր քաշային կարգավիճակով այնպիսի երկիր ենք եւ մեր աշխարհագրական, աշխարհաքաղաքական շահերը այնպիսին են, որ մենք ակտիվ չեզոքության դերում պետք է հանդես գանք, որովհետեւ մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, իհարկե մեզանից յուրաքանչյուր ունի իր համակրանքներն ու հակակրանքները, բայց տվյալ դեպքում ես խիստ դեմ եմ, որ Հայաստանը բռնի միայն Ռուսաստանի կողմը կամ բռնի միայն Ուկրաինայի կողմը, այստեղ ակտիվ չեզոքությունը կարող է մեզ հնարավորություն տալ ճիշտ մանևրելու եւ նաեւ եւ Ռուսաստանին եւ Արևմուտքին բացատրելու, որ մեր կենսական շահերից չի բխում, ճիշտ հակառակը է, շատ հնարավոր է, որ մեր կենսական շահերի ուղղությամբ սպառնալիք առաջանա, եթե մենք ուրեմն մի կողմնապահություն անենք։ Ի վերջո մեր պատմության տարբեր փուլերում է նաեւ մեզ հասցված ապտակները մեզ դաս տվել, որ միակողմանի կողմնորոշումը չարիք է դարձել մեր պետության, պետականության եւ մեր ժողովրդի անվտանգության համար։ Այս տեսանկյունից ակտիվ չեզոքությունը, իհարկե մենք դեմ ենք պատերազմներին, բռնություններին, հազարավոր դիվանագիտական առումով, հիմա կանդրադառնամ այդ հարցին, դիվանագիտական առումով հարցերի լուծմանը, ինչ վերաբերում է ձեր հարցին, գիտեք ինչ
մենք պետք է հասկանանք, թե թույլ ասելու ինչ ենք նկատի ունենում եւ ինչպես ենք դիտարկում, որ հարթությամբ նրանք դիտարկում, եւ ինչը պետք է պատրաստ լինենք։ Ես մշտապես ասել եմ հետեւյալը, ես Հայաստանը տեսնում եմ ապագայում որպես քաղաքակիրթ երկրների ընտանիքի բաղկացուցիչ մաս, Եվրոմիության անդամ կդառնան կամ կդառնան Ֆինլանդիայի նման երկիր, որը վերջերս անդամակցեց ՆԱՏՕ-ին, բայց դրա համար մեզ պետք են ստանդարտների համակարգ, մեզ պետք է կարողանանք մեր մտածողության փոփոխության արդյունքում մենք պետք է հասնենք այդ մակարդակին, որպեսզի կարողանանք ինտեգրվել այդ ընտանիքի մաս դառնալ, բայց այստեղ մենք պետք է հասկանանք, արդյոք մենք հնարավորություն ունենք մեր տարածաշրջանում ինքներս չեզոքացնել կամ նվազեցնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը, կամ այլ կերպ ասած մենք ունակ ենք այստեղից վռնդել Ռուսաստանին, եկեք պետք է իրատեսորեն մենք վերլուծենք մեր խնդիրը, մեր շահերը, անձամբ ես գտնում եմ հետևյալը, որ այո, մենք պետք է հասկանանք Ռուսաստանի պատկերացումներն ու ակնկալիքները։ Այո, ես հիացած չեմ Ռուսաստանի վարած քաղաքականության մեր ռեգիոնում եւ հատկապես Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում։ Ես բազմաթիվ անգամներ եմ այդ հարցին անդրադարձել, խոսել եմ նրա բացասական ազդեցությունը վարած ընդհանրապես խաղապաների առաքելությունը, ընդհանրապես ԵԱԿ Միսկի խմբի գործունեության ձևաչափով Ռուսաստանի դերակատարության անդրադարձել եմ, սրա մասին չի խոսքը, բայց ես ուզում եմ, որ մենք շատ սթափ վերլուծենք իրավիճակը, արդյոք մենք շատ լավ ընդունում ենք ի գիտություն, որ Ռուսաստանը սա է, նա ունի իր կենսական շահերը, իր վարած քաղաքականության արդյունքում իր պատկերացումները չի ցանկանում թույլատնել իր ազդեցությունը մեր տարածաշրջանում, լավ, շատ լավ հասկանում եմ, ի վերջո, բա մեր ուզածը ինչ է, հետեւաբար մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել մեր հնարավորությունները, ռիսկերը, կառավարելի դարձնենք արտաքին ուրեմն մարտահրավերները եւ թույլ չտանք, որպեսզի հավելյալ ազդեցություններ մեր ռեգիոնում եւ մասնարարպես Հայաստանի վրա հավելյալ ճնշումներ լինեն։ Ես այդ առումով գտնում եմ, որ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը կարող է կրկնում եմ, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը կարող է առաջիկա տասնամյակում դառնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դոկտրինալ ուրեմն ուղղությունը, որ որևէ մեկին որ մեզ մոտ այդ հարցը չառաջանա, ով հաղթի եւ ով պարտի, որ լինի մեր շահը։ Մենք պարտավոր ենք, մենք ուրիշ տարբերակ չունենք, մենք Ղարաբաղի մասով մեր գլխին եկած պատուհասը մեզ լրջագույն դաս պետք է լինի, որպեսզի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետությունը վարի հավասարակշռված քաղաքականություն, ճիշտ հակառակը, ես հիմա գտնում եմ, որ ավելին պետք է գնալ ավելի ռիսկային եւ համարձակ քայլերի ռեգիոնում բոլոր խնդիրների հանգուցալուծմանը, կնճռոտ, այսինքն ստանալ այնպիսի հարցերի պատասխանը տիկին Մարի, որոնք շատ կարող առաջին հայացքից պայթունի էֆեկտ ունենալ։ Ես 2-3 տարի առաջ եմ այդ մասին խոսել, ռետորական հարցադրումներ բարձրացնելով, թե այնուամենայնիվ հնարավոր է հաշտվել թուրքերի հետ կամ ադրբեջանցիների հետ, հնարավոր է հաշտվել Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ, որտեղ սրանք էլ լրիվ ուրիշ հասկացություններ են եւ ինստիտուտներ են։ Ավելին ես մտածում եմ, որ Հայաստանի Հանրապետության վերնախավը պետք է կազմի այն հարցերի ցանկը, մասնավորապես հետեւյալ պատասխանի ակնկալիքով։ Կան շահեր, որոնց վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումները նույնական են։ Կան շահեր, որոնք համադրվում են, կան շահեր, որոնք երբեք չեն համադրվի։ Հնարավոր է տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եռանկյունու այդ ձևաչափով ստեղծել այնպիսի միավոր եւ մեր պատմությունը խոր չի այդպիսի միավորումներ, մինչև իշեք 18 թվականի Սեյմը, հետո մինչև 37 թվականը Անդրկովկասյան այդ միավորումը եւ մենք պետք է հասկանանք հետեւյալը, հնարավոր է ապագայում մեր ռեգիոնում ընդհանրապես կոնֆլիկտները չեզոքացնելու եւ բացառելու նպատակով հասնել այնպիսի մեկ տնտեսական միավորման կամ հարթակի ձևավորմանը, հիմա խոսենք Ղազախստանի ուրեմն կամ Կենտրոնական Ասիայի երկրների հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանի առումով, բայց տեսեք, ես զուտ մեր առումով եմ ասում, մենք կարող ենք հասնել այդպիսի գիտակցությանը, որ Հայաստանում մեր տարածաշրջանում ներողություն բոլոր կոնֆլիկտները բացառելու
նպատակով մենք ստեղծենք այնպիսի արդյունավետ մի համակարգ կամ միջավայր, որը կբացառի, որ Ադրբեջանի կենսական շահերից չբխի Հայաստանի դեմ պատերազմելը, որ Հայաստանի կենսական շահերից բխի կոմունիկացիաների ճիշտ օգտագործումը, նույն Վրաստանի հետ հարաբերությունների այնպիսի կառուցումը, որտեղ երբ որ մենք խոսում ենք Եվրոպա, Ժորժ ջան, մեր միակ ճանապարհը Եվրոպա հասնելու դա Վրաստանն է, հետաբար Վրաստանը մեզ համար կենսական ռազմավարական երկիր է։ Այսինքն մենք պետք է կարողանանք այնպեսի հարաբերություններ կառուցել Վրաստանի հետ եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Վրաստանն էլ մեր նման մտածի, որ Վրաստանն էլ ձգտի ուրեմն արևմտյան երկրների հետ ինտեգրվելը, որպեսզի հնարավոր լինի ապագայում այդ մեծ քաղաքակրթական քարտեզի մաս դառնալ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Ժորժ ջան, բազմաթիվ անգամներ ենք այդ հարցին անդրադառնել, գալու է մի բան, որ մենք իրոք այդ հարցի պատասխանը պետք է ունենանք, հնարավոր է հաշտվել Թուրքիայի հետ եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել այնպես, որ Թուրքիան այլևս դադարի մեր գոյությանական սպառնալիք հանդիսանալ։ Այդպես սրանք բարդագույն հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է ունենանք։ Հերիք է բավարար է սերնդեսերունդ այդ բեռը փոխանցել հաջորդ սերնդին եւ ավելի մեծ բեռ թողնել հաջորդ սերնդին։ Պարոն Նորիկյան, ամեն դեպքում ռուսո-ուկրաինական այդ հարաբերություններին եւ Թրամփի 28 կետերի հետ կապված մենք կհետևենք զարգացումներին, դրանք ինձ թվում է տարբեր կլինեն։ Հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո արդեն խոսենք մեր Հայաստանի խնդիրների մասին։ Հարգելի հայրենակիցներ, գովազդ մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Հարգելի հայրենակիցներ, Նոյան կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Նորայր Նորիկյանը։ Պարոն Նորիկյան, նոյեմբերի 21-ին վարչապետը փաստորեն Ղազախստանում էր եւ այդ այցի հետ էլ կապված բուրըն քննարկումներ կան մեզ մոտ եւ հետաքրքիր է եւ բնական է, որ առաջին հարցադրումը, որ անում են, այսինքն Փաշինյանը այցը Մոսկվայի համար ինչպես է դիտարկվում, ինչ է ընդունում, ինչ են անում, ռուսական մամուլը փաստորեն Մոսկվան անդրադարձավ։ Մի խոսքով այս խմորումները ոչ թե փորձում ենք հասկանալ մեզ համար, ինչ տվեց մեզ, ինչի էր պետք, այլ ավելի շատ արտաքին այդ դիվանագիտական դաշտում ենք փորձում հասկանալ ում էինք վնասում կամ ում համար գնացինք, որ ինքը իրեն վատը զգա։ Դա էլ է մեր ազգային առանձնահատկություններից մեկը։ Բայց ով է մեղավոր այս ամենի համար։ Երբ որ մենք մեր ընտանեկան մակարդակով ինչ-որ նորություն ենք ձեռք բերում կամ ինչ-որ բան ենք, մեր առաջի ռեակցիան հետևյալն է, ինչ կմտածեն այդ մասին մեր հարևանները։ Ռուսներն ասում են դուք դուրս եք գալիս մեր ենթակայությունից, արդեն ձեզ համար արևմուտք, կենտրոնական Ասիա, այս ընդհանրում ասեմ ձեզ իսկապես պետք է լուրջ գնահատել Փաշինյանի այցը Ղազախստան, ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանը հանդիպել է Տոկաևի հետ, այլ Ղազախստանի վերաբերմունքը։ Ես համարում եմ, եկեք անկեղծորեն ասեմ, ես չգիտեմ նման տեսակետ, իսկապես չգիտեմ արտահայտվել է կամ հրապարակվել է որևէ մեկի կողմից թե ոչ, ես կարծում եմ, որ Ղազախստանի նախագահի կամ Ղազախստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ես դիտարկում եւ արձանագրում եմ որպես թուրքալեզու պետությունների կամ թուրքական աշխարհի վերաբերմունքը Հայաստանի եւ նրա առաջնորդի նկատմամբ եւ նման բարձր պարգևի արժանացումը Փաշինյանի խոսում է այն մասին, որ թուրքալեզու պետությունները, մասնավորապես Ղազախստանը, Կենտրոնական Ասիայի երկրները իսկապես յուրովի են գնահատում Հայաստանի հնարավոր եւ տեսանելի ուրեմն դերակատարությունը Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի միջոցով արևմուտքի հետ կապելու հարցին։ Հետաբար այս տեսանկյունից Հայաստանի դերակատարումը կարող է էապես փոխվել եւ կարևոր դառնալ մեր տարածաշրջանում եւ ինչպես նաեւ Ղազախստանի էկոնոմիկայի նախարարն չէ շեշտեց այդ ճանապարհի հետ կապված։ Այո, ի վերջո մենք պետք է հասկանանք մի բան, ինչպես պետք է կառուցենք մեր ճարտարապետությունը անվտանգային հետ Արցախյան կոնֆլիկտից հետո։ Ես համաձայն եմ այն դիտարկման հետ, որ նկատի ունեք, ներողություն եմ խնդրում, որ ընդհատում եմ, Արցախի դեպքում նման այցերը իրենց արդյունքները չէին ունենալու։ Չէին ունենալու, որովհետև եկեք մենք դիտարկենք հետևյալը Արցախյան հակամարտության կարգավորման բացակայությունը կասեցնում էր, արգելակում էր, ընդհանրապես որևէ հարաբերություն Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի երկրների այդ առումով եւ եկեք չմոռանանք նրանց դիրքավորումները եւ նրանց դրսևորած վարկագիծ այդ կոնֆլիկտի նկատմամբ։ Հետաբար այս առումով հիմա քանի որ կոնֆլիկտը այս տեսքով է կարգավորվել կամ լուծվել այս պահին, հա, հիմա բացվում է հնարավորություն Հայաստանի հնարավորությունները օգտագործելու որակապես նոր աշխարհատնտեսական, նաև աշխարհաքաղաքական պատկեր ուրվագծելու համար փորձագետները մեր Թրամփի ուղուն անվանում են Միջինմիջանսկի հարավային մաս, բայց խնդրում նկատի ունեցեք հետևյալը, եթե չկա կոնֆլիկտ, եթե իսկապես տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, դա բնականաբար հնարավորություն է տալիս տարբեր երկրների իրենց հետապնդած շահերը սպասարկելու միտված միջավայր ձևավորել։ Հիմա տվյալ դեպքում, եթե Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը համարվում է ավարտված կամ փակված, Կենտրոնական Ասիայի երկրները բնականաբար պետք է որոնեն ուղիներ իրենց կենսառեսուրսները այլընտրանքային ճանապարհներով շուկաներ արտահանելու համար եւ Հայաստանը դա շատ լավագույն եւ արդյունավետ ռացիոնալ միջոցներից մեկն է, որը կարող է ուրեմն դառնալ այդ մասը դրանց։ Հետաբար սա բխում է նաեւ մեր ռազմավարական շահերից, թե խոսում են թուրքական նավահանգիստներ դուրս գալու մասին։ Այո, խոսում են։ Հետաբար մենք պետք է ճիշտ աշխատենք, խելացի լինենք, խելոք գտնվենք եւ կարողանանք ճիշտ օգտագործել։ Վրաստանի նման մտածենք, Վրաստանը վերջի տարիներին ինչպես զարգացավ
նույնիսկ Վրաստանի բանտերից մեկում գտնվող Սահակաշվիլին է այս մասին արձագանքում, որ Թրամփի ուղու կենսագործունեությունը դա Վրաստանին ուրեմն Վրաստանի համար մահ է լինելու, Վրաստանին դուրս է մղելու կոմունիկացիոն այս քարտեզից։ Հետևաբար եկեք ինքներս մեզ մտածենք անկախությունից Ռուսաստանը ինչ է մտածում, Ղազախստանը ինչ է մտածում, Ադրբեջանը ինչ է մտածում, Թուրքիան ինչ է մտածում, ժողովուրդը եկեք մտածենք մեր շահը, մեր շահերին համապատասխանում է, եթե համապատասխանում է, ինչու չպետք է անենք։ Եվ սա այն վիճակն է, որ համապատասխանում է։ Այստեղ նույնիսկ իշխանության ընդդիմության խնդիր չպետք է լինի։ Ի վերջո, այս իշխանությունն էլ հավերժի եւ գնալու է հաջորդ իշխանության համար ո՞րն է լինելու։ Եթե մեր քաղաքական ուժը գա իշխանության, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այո, մենք վարելու ենք պրոակտիվ, որակապես նոր աշխարհատնտեսական, աշխարհաքաղաքական միջավայր ձևավորելու միտված քաղաքականություն, բոլորի հետ նորմալ արժանապատվության դիրքերից եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Այսինքն ինչ կենտրոնական Ասիայի երկրների հետ չպետք է առևտուր անել, Հայաստանը պետք է դառնա այսպես ասած սարի վրա տնկված բու, որևէ մեկի հետ շփվի, որևէ մեկի հետ առևտուր չանի, Չէ, ընդհանրապես փորձենք տերեր մանգալ կամ ինչ որ մեկը մեզ տեր լինի։ Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ Հայաստանը ինքը պետք է կայացնի այդ որոշումները, ում հետ է հարևանություն անում, ում հետ է ընկերություն անում, ում հետ է առևտուր անում, այստեղ ինչ վտանգավոր կամ վատ բան կա, ես չեմ հասկանում։ Այստեղ ինչ իշխանություն, ընդդիմություն, կռվախնձորի հարց կա, ես չեմ հասկանում։ Դե մի հասկանում։ ղազախական ցորեն բերեցինք, դարձավ արդեն։ Ախր այստեղ խնդիրը ապրանքի էությունը բնույթը չի, այստեղ արդեն գործընթացն է, որը սկսվել է։ Հոսքի աշխատելն է եղել, ինչի մասն է խոսքը, ով է դեմ, որ կոմունիկացիաները բացվեն, ով, մի հատ թող բացատրեն, ու ինչի են դեմ, ինչի են դեմ։ Եթե մեր ժողովուրդը երբեմն նաև ինֆորմացիայի պակասից սխալ ելակետային ուրեմն հիմքի հիման վրա սխալ վերլուծություններ անում, ժողովուրդ ջան, Հայաստանը հիմա Թուրքիայի հետ շատ ակտիվ առևտրի մեջ է։ Եվ ոչ հիմա։ Եվ 90-ականներից դեռ սկսած։ Հասկանում եք, մեր շինարարության այդ ամբողջ ծավալում, այս գործընթացում, թուրքական ներկայությունը տեսանելի, անտեսանելի շատ էական է։ Թեթև արդյունաբերության ոլորտում մեր հագուստներից, չգիտեմ, կարի, արտադրության, թուրքական ներկայությունը ահռելի է։ Ես ուղղակի ապշում եմ, որ մեր ժողովուրդը նման ուրեմն բանով է վերաբերվում։ Ժողովուրդը հետո այս առումով մեր ժողովուրդը երբեմն մեղադրել պետք չի։ Մեր ժողովուրդը քանի տասնամյակ, հարյուրամյակ ապրել ենք այսպիսի փակված վիճակում եւ սովոր չենք, որ Հայաստանը կարող է դառնալ խաչմերուկ, սովոր չենք, որ Հայաստանը կարող է դառնալ հաղորդակցության ուղի միջոց, Հայաստանի տարածքը օգտագործվի ռազմավարական միլիոնավոր տոնաներ բեռներ տեղափոխող ուրեմն տարածքի։ Ժողովուրդ ջան, ես այսպես եմ պատկերացնում եւ իմ նման մարդիկ են այսպես պատկերացնում։ Այո, Հայաստանի բոլոր սահմանները, տարածքները, ճանապարհները պետք է հասանելի լինեն, մարդիկ թող գան վճարեն, անցնեն, գնան եւ Հայաստանի զարգացման կարևորագույն խթաններից մեկը դա կարող է լինել եւ դա պետք է լինի։ Մենք ուրիշ ռեսուրս չունենք, մենք շռայլություն թույլ չենք կարող մեզ թույլ տալ եւս 100 տարի մնալ սենց փակված վիճակում։ Դու կարող եք ասել թուրքերը կգան մեզ քոշոտեն Ադրբեջան, արդյունավետ պետություն կառուցեք, օրենսդրական շինարարության մեջ պետք է կարողանալ ճիշտ որակյալ մեր պետության ռազմավարական շահերից բխող օրենքներ ընդունել, ես ձեզ հավաստիացնում եմ ամեն ինչ նորմալ կլինի։ Եթե մի քիչ էլ մենք հավատ ունենանք մեր սեփական պետության նկատմամբ, մեր սեփական ռեսուրսների նկատմամբ, մեր սեփական ուժերի նկատմամբ, քանի որ ձեր հեռուստաընկերությունը նաև օտար Հայաստանից դուրս ապրող մեր հազարավոր հայերն են նայում, քանի որ մեր հայերը վերադառնան երկիր, մենք ունենանք ավելի ուժեղ Հայաստան եւ կտեսնեք, որ ինչ գեղեցիկ հնարավորություններ կբացվեն։ Ի վերջո մենք պետք է մի բան մեզ համար ֆիքսենք։ Մեզ հիմա խաղաղություն է անհրաժեշտ։ Եվ ես խաղաղության պայմաններում եմ տեսնում Հայաստանի արդյունավետ զարգացումը, ուրիշ տարբերակ չկա։ Եվ պետական մարմինների կոնֆերանսի մասին ձեր կարծիքը ինչ ունի Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց այդ կոնֆերանսն, որում լուսանկարները երբ որ նայում ենք մեզ տպավորությունը վրան խորհրդային միության ժամանակների չէ, համագումարները Ինչին էր պետք Նիկոլ Փաշինյանի այս կոնֆերանսը եւ ընդհանրապես Փաշինյանի քայլերը ինչպես է գնահատում ներքաղաքական իրավիճակում եկեղեցու հետ կապված այս պատարակները եւ այլ այս ամեն ինչի համար է անում։ Ես բազմաթիվ անգամներ եմ այդ առումով խոսել, հիմա էլ ձեր միջոցով իմ տեսակետը
վերահաստատեմ, Փաշինյանը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Փաշինյանը նահանջի ճանապարհ չունի, եւ Փաշինյանը ամեն ինչ անելու է վերընտրվելու համար, բայց ինձ համար ոչ միայն ցավալի է այդ հանգամանքը, ցավալին կրկնապատկում է այն առումով, որ Փաշինյանը ոչ միայն ուզում է վերարտադրվի, այլ Փաշինյանը ուզում է իր հետ վերարտադրի նաև իր ընդդիմությանը։ Այսինքն Փաշինյանը ուզում է ինքը որոշի, թե ով պետք է Հայաստանում կաթողիկոս լինի, ով լինի իշխանության, ով լինի ընդդիմություն, ով խոսի, ով չխոսի, եւ այս առումով մենք իսկապես ժողովրդավարության անվան տակ խարխլում ենք հենց այդ նույն ժողովրդավարության հիմքերը։ Դուք խոսում եք մի միջոցառման մասին, ես նաեւ իրավաբան լինելով հանդերձ, ես ընդհանրապես իմ մտավախություն եմ արտահայտում։ Թող մեր ժողովուրդը հետևությունների հանգի, բայց այնուամենայնիվ հետևյալն է։ Այսինքն խնդիր լուծեց վարչապետը։ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով։ Հիմա կյանքը ցույց է տալիս ամեն օր, որ Փաշինյանը ամեն օր խախտում է սահմանադրության այդ նորմը եւ իրականացնում է այնպիսի լիազորություններ, որոնք դուրս են Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ գործադիր իշխանության ղեկավարի սահմանադրական լիազորությունների շրջանակից։ Ինչ վերաբերում է այդ հավաքին, ես չգիտեմ, օրինակ դատավորը Վարչագույն դատական խորհրդի նախագահը ու ասենք Տաուշի մարզի, չգիտեմ, Իջևան համայնքի այս կամ այն բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը ընդհանուր ինչ բան ունեն ինչ որ ժողովում, հասկանում եք, սա որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող հավաք էր, ինչ սա միակ պատճառը, որը կարելի է քիչ թե շատ տրամաբանական համարել, որը կազմակերպել էր Փաշինյանը, այդքան շատ մարդու առջև ելույթ ունենալու։ Բայց այդ ելույթը ինքը ամեն օր ասում է, կարող է տպագիր ինչ որտեղ ներկայացնել։ Ոչ այդ հավաքը ինչ որ ինստիտուցիոնալ բնույթ էր կրում, այսինքն չուներ սահմանադրական կարգավորման սահմանադրորեն կամ որևէ օրենքներով չկարգավորվող հավաք էր, այսինքն այնպես չի որ համագումար էր կուսակցության, որ 2 տարի մեկ, 3 տարի մեկ պետք է կազմակերպվի կամ պետական կառավարության նիստ չէր։ Ես անկեղծ ասած ինձ համար հասկանալի չէր թե դա ինչ հավաք էր, բայց ինձ համար ընդհանուր պատկերն է բարձ։ Սահմանադրության հետ էր կապված, որին վրա ինքը շեշտադրումներ էր անում սահմանադրության։ Իմ կարծիքով դա ավելի կարևոր հարց է, քան այդ ժողովը, որովհետև Փաշինյանը խոսում է վերջի 2 տարիների ընթացքում եւ դա Փաշինյանի օրակարգը չի, դա ավելի շիտ Ադրբեջանի եւ Թուրքիայի օրակարգն է, Հայաստանից կորզել սահմանադրական փոփոխություններ, դիմացը խաղաղության պայմանագրի ստորագրման խոստումով։ Սա ըստ էության, եթե Հայաստանը գնա այդ ճանապարհով, դա կատարելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջը։ Կգնա մեր ժողովուրդը այդ փոփոխություններին, ես չեմ կարող ասել, որովհետեւ մենք պետք է նաեւ ճիշտ հասկանանք, էլի ուժերի հաշվեկշիռը, նույնիսկ եթե Ադրբեջանը ու Թուրքիան մեր առջև նման պահանջ են դնում, մենք պետք է հասկանանք հետևյալը, եթե մենք մեր չփոխենք սահմանադրությունը, ինչ խնդիր ենք լուծելու դրանով։ Լուծելու ենք տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրները, թե ոչ, հասնելու ենք հակամարտության վերջնական կարգավորմանը, թե ոչ։ Լավ, չենք ընդունում այդ պահանջը եւ մեր սահմանադրության մեջ էլ փոփոխություններ չենք իրականացնում, բայց մենք պետք է, եթե գիտակից մարդիկ ենք, մենք պետք է դրա այլընտրանքը ներկայացնենք։ Որն է այլընտրանքը, լուծումը որն է։ Եթե Հայաստանը չունի համապատասխան ներուժ դիմագրավելու այդ մարտը հրավերին կամ չեզոքացնելու կամ հաղթահարելու, մենք պետք է ցույց տանք, որ լավ, այս սահմանադրության պահպանման մենք նպատակ ենք հետապնդում, ինչ խնդիր լուծենք։ Հեռանկարում, այսինքն ես ուզում եմ մենք ի սկզբանե արձանագրենք հետևյալը։ Ես այդ թեմային անդրադարձել եմ 2 տարի առաջ, էլի հռետորական հարցադրումներով եւ ուզում եմ, որ մեր ժողովուրդը այսպիսի հարցադրումներով ինքն իր համար այդ պատասխանները ստանա։ Արդյոք Ղարաբաղի հարցը այլևս կարող է դառնալ պատճառ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, կամ Ղարաբաղը կարող է նորից դառնալ հայ ժողովրդին միավորող գործոն, կամ Ղարաբաղի համար Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մեկ անգամ եւս պատերազմ մղելու Ադրբեջանի համար, թե ոչ, կամ աշխարհը ինչպիսի վերաբերմունք կդրսևորի այդ դեպքում, կձևավորվի հայ ժողովրդի կամ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ պահանջի վերաբերյալ լեգիտիմ ուրեմն վերաբերմունք միջազգային հանրության կողմից, թե ոչ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է ստանանք։ Արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է եւս 100 տարի մնալ այս փակ սահմանների մեջ զարգանալու ինչ հեռանկարով։
Նիկոլ Փաշինյանը մանավանդ 500 տարիների մասին է արդեն խոսում։ Այո, հետաբար այս առումով մենք պետք է հասկանանք մի բան։ Ես ուզում եմ հույս ունենալ, որ մինչև 26 թվականի հունիսյան ընտրությունները կձևավորվի իրական այլընտրանք, քաղաքական այլընտրանք, որը իսկապես որի շրջադարձային կամ շռնդալից հաջողության պայմաններում Հայաստանում կձևավորվի որակապես նոր իշխանություն եւ որակապես նոր ընդդիմություն։ Սա ինձ համար շատ կարեւոր է։ Ես անկեղծ ասում եմ, ես հիմա մշրապատ եմ տեսնում այդ հեռանկարը, քանի դեռ չեմ տեսել մեծ միավորում, մեծ լուրջ ինտեգրացիա է պետք քաղաքական ուժերի, որոնք չեն տեղավորվում գործող նախկին իշխանությունների այս փակուղային քաղաքական ցիկլի մեջ։ Ես տեսնում եմ այդ վտանգը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անել վերարտադրվել, իր հետ վերարտադրելով իր ընդդիմությանը, իրեն հարմար ընդդիմությանը։ Տեսեք, նույնիսկ բացահայտ արդեն ցինիկ ձևով խոսում են, որ իրենք այդ իրենց գանձերն են, խորհրդարանական ընդդիմությունը իրենց գանձերն են, ու վատ չեն զգում, նրանք էլ վատ չեն զգում, որ իրենք դարձել են այս իշխանության համար գանձ։ Հետաբար մեր խնդիրը հետևյալն է՝ ձևավորել նոր իշխանություն, նոր ընդդիմություն, որպեսզի այս փակուղային իրավիճակից դուրս գանք, որովհետև ես 1000 անգամ եմ կրկնել, բայց պետքա 10000 անգամ էլ կկրկնեմ, որ այս իշխանության հետ միասին այս ընդդիմությունն էլ է համապարտ պատասխանատվություն կրում Հայաստանի Հանրապետությունում 2021-2026 թվականներին տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար։ Հետաբար այս ուժերը սպառած լինելով իրանց գործունեությամբ պետք է իրենց տեղը զիջեն որակապես նոր քաղաքական ուժերի, որոնք կձևավորեն Հայաստանի նոր իշխանությունը եւ նոր ընդդիմությունը։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Նորիկյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, ամեն դեպքում իրադարձությունները շատ արագ են եւ շատ են, այնպես որ մենք առիթ կունենանք նորից խոսելու այս թեմաների հետ կապված։ Այսօր այսքանով ավարտենք, հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։